Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 2-ին ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Քննարկվել են փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել ապաստան հայցողների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը։ Ընդգծվել է նոր կառուցված կացարանի շահագործման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա մինչև 100 մարդու ապահովել կացարանով, նպաստելով նրանց սոցիալական պայմանների բարելավմանը։ Կողմերը համակարծիք են եղել, որ փախստականների և ապաստան հայցողների խնդիրների լուծումը պահանջում է համակարգային մոտեցում, օրենսդրական բարեփոխումներ, համապատասխան գործիքակազմերի մշակում։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացման համատեքստում շեշտադրվել է կրթական հատուկ մոդուլների մշակման անհրաժեշտությունը, որոնք հիմնված կլինեն նախորդ տարիների փորձի վրա, մասնակիցներին հնարավորություն տալով զարգացնել գիտելիքներն ու հմտությունները։ Կարևորվել է նաև միգրացիայի և աղետների ռիսկի կառավարման համակարգի թվայնացման գործընթացը։ Կողմերը բարձր են գնահատել թվային գործիքների ներդրումը, ինչը ոլորտի պատասխանատուներին կօգնի ավելի արագ և արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին։ Անդրադարձ է կատարվել նաև տվյալների հավաքագրման ու վերլուծման թվային մեխանիզմներին։ Այս համատեքստում քննարկվել է միջազգային լավագույն փորձը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը։